Պատկերացրեք իրավիճակ։ Դուք ժամանակին պարկում եք քնելու։ Օրվա ընթացքում կարծես հոգնել եք, բայց քունը ոչ մի կերպ չի գալիս։ Կամ արագ եք քնում, բայց գիշերը կեսգիշերին աչքերը բացում եք եւ մինչեւ առավոտ չեք կարողանում նորից քնել։ Ծանոթ է, այո։ Իսկ գուցե ամեն առավոտ արթնանում եք գլխում ծանրությամբ, առանց ուժերի եւ մտքով. կարծես քնել եմ, բայց ինչու այդքան հոգնած եմ զգում։ Եթե ձեզ ճանաչում եք այս խոսքերում, ապա այս տեսանյութը հենց ձեզ համար է։ Քանի որ այսօր մենք կքննարկենք, թե ինչու է 60 տարեկանից հետո քունը վատանում։ Եվ ամենակարևորը, ես Անահիտն եմ, 6 տարվա փորձ ունեցող բժիշկ, կպատմեմ պարզ եւ ստուգված եղանակներ, որոնք կօգնեն ձեզ վերադարձնել խորը գիշերային հանգիստը։ Եվ հիշեք, տեսանյութի վերջին խորհուրդը կարող է դառնալ հենց այն բանալին, որն օգնի ձեզ կարգավորել քունը։ Այդպիսով անպայման դիտեք տեսանյութը մինչև վերջ, որպեսզի ոչինչ չկորցնեք։ Իսկ մինչ այդ գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե որտեղից են մեզ դիտում։ Եվ մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին եւ դնել լայք։ Սա կօգնի ավելի շատ մարդկանց իմանալ, թե ինչպես վերադարձնել առողջ քունը 60 տարեկանից հետո։ Վիճակագրության համաձայն 60 տարեկանից հետո մարդկանց ավելի քան 60%-ը բախվում է անկնության կամ մակերեսային քնի հետ։ Մարդը արագ է քնում, բայց գիշերը արթնանում է եւ երկար ժամանակ չի կարողանում նորից քնել։ Առավոտը բերում է ոչ թե թարմություն, այլ հոգնածություն, գլխացավ, հիշողության եւ ուշադրության նվազում։ Շատերը փորձում են քնաբեր դեղահաբեր, մելատոնինի կապսուլներ, խոտաբույսերով թեյեր, բայց էֆեկտը ժամանակավոր է լինում։ Ավելին, քնաբերները հաճախ առաջացնում են կախվածություն, իսկ տարեցների մոտ կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ։ Հետևաբար հետաքրքրությունը պարզ եւ բնական միջոցների նկատմամբ միայն աճում է, եւ հենց այստեղ մեզ սպասում է անսպասելի բացահայտում։ Խոհանոցում ամենատարածված մեկ արտադրանքը կարող է օգնել բարելավել քունը։ Խոսքը սխտորի մասին է։ Սխտորը որպես բնական միջոց առողջության եւ քնի համար։ Սխտորը մարդուն ուղեկցում է հազարավոր տարիներ։ Հին Եգիպտոսում այն տալիս էին պիրամիդների շինարարներին, ուժ եւ դիմացկունություն պահպանելու համար։ Չինաստանում այն օգտագործում էին մրսածության բուժման եւ շնչառական համակարգի ամրապնդման համար։ Հունաստանում սխտորը համարվում էր աղքատների դեղը։ Այն օգտագործում էին վարակների դեմ եւ սրտի ամրապնդման համար։ Այսօր գիտությունը հաստատում է, որ սխտորը պարունակում է ավելի քան 100 կենսաբանորեն ակտիվ միացություններ, բայց քնի համար հատկապես կարևոր է ալիցին նյութը։ Հենց այն է տալիս սխտորին բնորոշ հոտ եւ համ, ինչպես նաեւ ունի մի շարք օգտակար հատկություններ։ Մեղմորեն հանգստացնում է նյարդային համակարգը, բարելավում է արյան շրջանառությունը եւ ուղեղի սնուցումը, նվազեցնում է անհանգստության եւ լարվածության մակարդակը, օգնում է օրգանիզմին ավելի շատ սերոտոնին արտադրել, որից առաջանում է մելատոնինը, քնի հորմոնը։ Մի խոսքով սխտորը չի գործում որպես ուժեղ քնաբեր, այն չի անջատում օրգանիզմը, այլ օգնում է նրան բնական ճանապարհով կարգավորել գիշերային հանգիստի համար։ Սխտորի 4 ստուգված եղանակներ քնի համար։ Այժմ եկեք դիտարկենք գործնական մեթոդներ, որոնք կարող եք օգտագործել ուղղակիորեն տանը։ 1. Սխտոր բարձի տակ։ Սա ամենապարզ եւ անվտանգ եղանակներից մեկն է։ Վերցրեք մաքրած թարմ սխտորի մի բջեղ եւ դրեք այն բարձի մեջ կամ բարձի կողքին։ Ձեր մարմնից եկող տաք օդը աստիճանաբար կազատի սխտորի թռչող միացությունները։ Թեթև բույրը օգնում է հանգստանալ, հեշտացնում է շնչառությունը, նվազեցնում է քթի խցանումը եւ նույնիսկ նվազեցնում է խրմփոցը։ Որոշ տարեցներ նշում են, որ արդեն 2-3 գիշեր հետո քունը դառնում է ավելի խորը, արթնացումները ավելի քիչ, իսկ առավոտյան ինքնազգացողությունը նկատելիորեն լավացած։ Խորհուրդներ. օգտագործեք միայն թարմ բջեղ եւ ամեն օր փոխեք այն։ Եթե բարձը շատ հաստ է, դրեք սխտորը ավելի մոտ եզրին։ Մի օգտագործեք սխտոր տհաճ հոտով կամ բորբոսի նշաններով։ 2. Սխտորով ոտքերի մերսում։ Արևելյան բժշկության մեջ ոտքերը համարվում են օրգանիզմի հայելին։ Դրանց վրա կան տասնյակ կետեր, որոնք կապված են ներքին օրգանների հետ։ Հատկապես կարևոր է յունցուային կետը, ոտնաթաթի կենտրոնում։ Եթե այնտեղ քսել աղացած սխտոր, նրա ակտիվ նյութերը ներթափանցում են մաշկի միջով եւ մեղմորեն խթանում նյարդային վերջավորությունները։ Սա առաջացնում է ջերմության զգացում, հանում է լարվածությունը եւ օգնում է մարմնին հանգստանալ։ Ինչպես անել ընթացակարգը։ Լվացեք ոտքերը տաք ջրով եւ լավ չորացրեք։ Աղացեք 3-5 բջեղ սխտոր, քսեք ոտնաթաթի կենտրոնին։ Հագեք գույլպաներ կամ փաթաթեք կտորով 10-15 րոպե։ Ավելի լավ է անել երեկոյան, քնելուց 30-60 րոպե առաջ, շաբաթը 2-3 անգամ։ Արդեն մի քանի ընթացակարգից հետո շատերը նշում են, որ մարմինը դառնում է ավելի հանգիստ, իսկ քունը դալիս է ավելի արագ։ Զգուշացում. սխտորը կարող է առաջացնել մաշկի գրգռում։ Մի պահեք չափից շատ երկար եւ սկսեք կարճ ժամանակից։ 3. Տաք ըմպելիք սխտորով, կաթով եւ մեղրով։ Այս բաղադրատոմսը եկել է հնդկական եւ արաբական ավանդական բժշկությունից։ Այն համատեղում է 3 բաղադրիչ։ Կաթը տրիպտոֆանի աղբյուր է, նյութ, որից օրգանիզմը արտադրում է սերոտոնին։ Սխտորը հանգստացնում է նյարդային համակարգը եւ բարելավում է մարսողությունը։
Մեղրը կայունացնում է արյան շաքարի մակարդակը, հանում է անհանգստությունը եւ օգնում է ուղեղին անջատվել։ Բաղադրատոմս՝ 1 բաժակ կաթ, 250 մլ, 3-5 բճեղ սխտոր, 1 ճաշի գդալ մեղր։ Սխտորը եփում են կաթի մեջ 10-15 րոպե թույլ կրակի վրա։ Երբ խառնուրդը մի փոքր սառչի, ավելացնում են մեղրը եւ խմում տաք վիճակում, քնելուց կես ժամ առաջ։ Արդեն մի քանի երեկո հետո քունը դառնում է ավելի խորը, արավոտը դիմավորում է թեթևությամբ, իսկ մարսողությունը աշխատում է ավելի կայուն։ 4. Սև սխտոր։ Քչերն են իմանում այս արտադրանքի մասին։ Իրականում սա նույն սպիտակ սխտորն է, բայց անցած երկարատև ֆերմենտացիայի գործընթացով, որոշակի խոնավության եւ ջերմաստիճանի պայմաններում։ 80-90 օր հետո այն դառնում է փափուկ, մուգ, թեթևակի քաղցր թթվաշ համով։ Կարելի է ուտել ջրի պես։ Ֆերմենտացիան ոչ միայն դարձնում է սխտորը ավելի համեղ, այլև մեծացնում է հակաօքսիդանտների քանակը։ Սև սխտորը հատկապես օգտակար է տարեցների համար, քանի որ բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, ամրապնդում է իմունիտետը, նպաստում է սերոտոնինի եւ մելատոնինի նորմալացմանը, ինչը նշանակում է օգնում է ավելի խորը քնել։ Բավական է օրական ուտել 2-3 բճեղ, մեկը առավոտյան, մյուսը երեկոյան։ Սա անվտանգ եւ համեղ եղանակ է բարելավելու քունը եւ ընդհանուր ինքնազգացողությունը։ Լրացուցիչ խորհուրդներ քունը բարելավելու համար 60 տարեկանից հետո։ Սխտորը խզոր օգնական է, բայց նրա էֆեկտը ավելի ուժեղ կլինի, եթե պահպանեք պարզ կանոններ։ Պարկեք եւ արթնացեք միշտ նույն ժամին։ Խուսափեք ծանր սնունդից եւ կոֆեինից երեկոյան։ Օդափոխեք ննջասենյակը քնելուց առաջ։ Օգտագործեք թեթև վարժություններ կամ շնչառական պրակտիկաներ։ Սահմանափակեք գadgetների օգտագործումը քնելուց 1 ժամ առաջ։ Այս սովորությունները սխտորի հետ միասին կօգնեն վերականգնել քնի նորմալ ցիկլը եւ արթնանալ հանգստացած։ Եզրակացություն. որակյալ քունը հիմք է ուղեղի, սրտի եւ իմունիտետի առողջության համար։ Քնի խանգարումը 60 տարեկանից հետո ոչ թե դատապարտում է, այլ երբեմն բավական է պարզ եւ հասանելի միջոցներ, որպիսի օրգանիզմը վերադարձնի հանգստանալու ունակությունը։ Մենք դիտարկեցինք սխտորի կիրառման 4 ստուգված մեթոդներ՝ բճեղ բարձի տակ, ոտքերի մերսում, տաք ըմպելիք կաթով եւ մեղրով, սև սխտոր։ Փորձեք մեկը դրանցից եւ արդեն մի քանի օր հետո կարող եք զգալ փոփոխությունները։ Եթե ձեզ հետաքրքրում են բնական եղանակներ առողջությունը ամրապնդելու եւ ակտիվությունը պահպանելու համար 60 տարեկանից հետո, բաժանորդագրվեք ալիքին եւ դիտեք մյուս տեսանյութերը։